Հայ եկեղեցական իրավունքի եկեղեցաիրավական կանոնների ժողովածուն կանոնագիր հայոցն է, որի բարոյախրատական եւ ծիսադավանական հոդվածների կողքին կան նաեւ հոդվածներ, որոնք վերաբերում են ձեռնադրյալ հոգեվորականի եկեղեցական կարգից ու ծառայությունից հեռացման հարցերին։ Հոգեվորականը եկեղեցական ասպարեզից աշխարհականների դասին է իջեցվում կամ կարգաթող լինելու դեպքում, երբ կամովին է հրաժարվում իր կարգից, կամ կարգալույծ լինելու դեպքում, երբ նրան զրկում են իր կարգից, իսկ ծանրագույն հանցագործությունների դեպքում նաև նզովում։ Հովհաննես Արջիշեցին խոսելով օրինականության եւ իր իրավունքի մեջ գտնվող պատարագիչ քահանայի մասին ասում է. «Քահանայական շնորհը մշտամնա է, եթե հոգեվորականն իր կարգի մեջ է, իսկ եթե կարգի մեջ չէ, չի կարող պատարագ մատուցել, չի կարող օգտվել քահանայագործության, խորհուրդների կատարման իրավունքներից եւ ոչ էլ շնորհաբաշխության իրավունքն ունի»։ Կարգից լուծարումը վերաբերում է նաև օծումից լուծարելուն։ Հայ առաքելական, ուղղափառ, օրթոդոքս եւ կաթոլիկ եկեղեցիներում կարգալույծներին դասում են աշխարհականների շարքը։ Կարգալույծի որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ։ Նա իրավունք չունի գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում, առավել եւս բարձրանալ եկեղեցու խորան, դիպչել եկեղեցու սպասքին, սկիհին, մասնատուփին, սուրբ հաղորդությանը, Սուրբ ավետարանին, Սուրբ սեղանին, մեռոնամանին եւ այսպես շարունակ։ Հայոց կանոնագրքում ներառված է Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը, որում ասվում է. Եթե որևէ քահանա կամ սարկավակ արհամարեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց եւ հեռացրեց եկեղեցուց, եւ այդ երեցն ու սարկավագը առանձին ժողովվեցին ու Սուրբ սեղան հաստատեցին, չլսեցին եպիսկոպոսի կոչը, անարգեցին նրան ու չկամեցան նրա երկիցս եւ ավելի անգամ արտասանած բարի խոսքերին ականջալուր լինել, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել եւ այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբողջ բերեն, այդպիսիներին իբրև խռովարարների պետք է հնազանդեցնել եւ սանձերը քաշել։ Շնորհներից, այդ թվում եւ քահանայական շնորհից զրկվելու իրողությունը պարզաբանվում է շնորհի մասին եկեղեցիների վարդապետություններով։ Սուրբ Գրիգոր Տաթևացին լույսի առջև աչքերը փակած մարդու պարզ օրինակով բացատրում է շնորհներից զրկվելու փաստը, ուսուցանելով, որ ոչ թե Աստված է զրկում իր խնամքից, այլ մարդն է մեղսագործությամբ ընկնում շնորհից, բայց կարող է մեղքերից ետ դառնալով վերստին շնորհների լույսին արժանանալ։